Այս ռադիոհաղորդումը պատրաստվել է պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է ժուրնալիստների ասպարեզ ակումբը Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ, այսօր Ասպարեզ հանրային ռադիոյի եթերում անդրադառնալու ենք կրթական ոլորտի հիմնախնդիրներին, թեմայի վերաբերյալ զրուցելու ենք կրթական ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Պարոն Խաչատրյան, կրթական ոլորտում կան բազմաթիվ թերություններ։ Ամենախոշոր խնդիրներից որոնք կհամարեք, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, հատկապես դպրոցների և բուրերի հետ կապված։ Այսինքն նկատի ունեք կոռուպցիայի մասով, թե ընդհանրապես։ Ընդհանրապես կոռուպցիան էլ բնականաբար ամենակարևոր խնդիրներից է։ Դե ամենակարևոր խնդիրը հետևյալն է, որ այսօր ընդհանուր ասենք կրթության որակի անկում է տեղի ունեցել եւ որի արդյունքում Հայաստանում հիմա ձևավորվել է, այսպես ասենք, դպրոցների միջև տարբերություն, այսինքն երկրում ստեղծվում են կամ արդեն կային դպրոցներ, որոնք փորձում են լավ կրթություն տալ եւ ֆինանսապես կարող կամ կրթությամբ մտահոգ ծնողները իրենց երեխաներին հանում են այդ սովորական դպրոցներից եւ տանում են այդ դպրոցները։ Արդյունքում ինչ է լինում։ Լինում է այն, որ հասարակության մեջ առաջանում է որոշակի խտրականություն, այսինքն հասարակության աղքատ խավը, միջին խավը գնում է սովորական դպրոցներ, իսկ մյուս խավը գնում է ավելի լավ կրթություն տվող դպրոցներ։ Այսինքն տեղի ունենում Հայաստանում առկա սոցիալական բևեռացության վերարտադրում։ Այսինքն այդ բևեռացումը, որ մենք ունենք այսօր հասարակության մեջ, ինքը ամրապնդվում է նաև կրթության համակարգի մեջ։ Հայաստանի նման փոքր երկրի համար, պատերազմող երկրի համար սա շատ վտանգավոր տենդենց է, որովհետև ինքը տանելու է հասարակության, այսպես ասենք, բևեռացման։ Ոստեղ մի խնդիր կա, որ շատ հաճախ տաղանդավոր երեխաները լինում են հասարակության միջին ցածր խավից, բայց քանի որ իրանք հնարավորություն չեն ունենում լավ դպրոցներ գնալու, քանի որ իրանք մնում են այդ դպրոցներում, որտեղ հիմնականում սովորում են չսովորողներ, իրանց համար ստեղծում է ոչ բարենպաստ պայմաններ իրանց տաղանդը զարգացնելու։ Այս օրինակ իմ կարծիքով Այսօր ամենամեծ խնդիրն է։ Մյուս խնդիրը, որ մենք ունենք շատ կարևոր է, դա մարդկային ռեսուրսն է։ Այսինքն կրթական համակարգում մենք պետք է փորձենք մարդկային ռեսուրսը ուժեղացնել եւ ուսուցիչների ընտրությունը, տնօրենների ընտրությունը ոչ միայն պետք է լինի առանց կոռուպցիայի, այսինքն նույնիսկ պետք է ընդհանրապես չլինի։ Դա էլ բայց քիչ է, պետք է կրթության համակարգում աշխատելու համար հնարավորինս լավագույն կադրերի ընդգրկել։ Այսօր մենք ունենք բարեբախտաբար դերևս բավական մարդիկ կան, քանի որ Հայաստանում աշխատատեղերը քիչ են, շատ խելացի լավ մարդիկ ուզում են ուսուցիչ աշխատել, որտեղ աշխատատեղ չկա։ Եվ մենք այս առավելությունը օգտագործելով այդ մարդկանց պետք է փորձենք բերել դպրոցներ եւ ուժեղացնենք մեր տնօրենների, ուսուցիչների կազմը։ Եվ շատ կարևոր է, որ այստեղ որոշակի չափանիշներ տրվեն, օրինակ ասենք նախկինում դպրոցի տնօրեն դառնում են ճանապարհ անցած մարդիկ, ովքեր ասենք ուսուցիչ էին եղել, ուսմասվար, հայտնի էին, հեղինակություն էին։ Հիմա ցավոք սրտի դպրոցի տնօրեն դառնալը շատ հեշտացել է եւ մի քանի տարվա մանկավարժական ստաժով հեշտությամբ դառնում եմ դպրոցի տնօրեն։ Այսա։ Մյուս խնդիրը, որ մենք տեսնում ենք երրորդ, այդ ավագ դպրոցների խնդիրները, հատկապես մեծ քաղաքներում, Երևան, Գյումրի, Վանաձոր, ցավոք
կոնցեպտի հիմա հասարակությունը հնարավորինս փորձում է իր երեխաներին տանել հենակետային վարժարաններ, մասնավոր դպրոցներ, եւ արդյունքում ավագ դպրոցի աշակերտների թվի կտրուկ նվազում է արձանագրվում։ Եվ բացի այդ արդեն նաեւ նախարարությունն էլ ընդունեց, որ այդ համակարգում վիճակը լավ չի։ Հիմա եթե շատ արագ նախարարությունը չկարողանա դպրոց քաջերով բարելավել ավագ դպրոցների վիճակը, մենք կարող է շատ մեծ թվով կորուստ ունենանք աշակերտների եւ այդ դպրոցների համար շատ դժվար լինի աշակերտ հավաքել։ Պարոն Խաչատրյան, ի՞նչն է պատճառը, որ ուսման որակն անկում է ապրում, անընդհատ բարեփոխումներ են տեղի ունենում, կան ուսուցիչներ, ովքեր կողմ են օրինակ դրանց, որ պարբերաբար այդ փոփոխությունները տեղի ունենան։ Դա լավ է անդրադառնում ընդհանուր հանրակրթության վրա, թե ընդհակառակը։ Գիտեք ոնց առանձին բարեփոխումներ կան, որ ինչ-որ դրական բաներ մտցրել են կրթական համակարգում։ Օրինակի համար ասեն, չգիտեմ, այդ դասագրքերի շրջանառու այդ հիմնադրամի բարեփոխումը բերեց նրան, որ գոնե ասենք աշակերտների մեծ մասը այսօր քիչ թե շատ դասագրքերով ապահովված է կամ ուսուցման նոր մեթոդները, այս մի քանի բաներ կան, հա։ Բայց ընդհանուր առմամբ մնացած բարեփոխումները առանձնապես շատ չեն բարելավել վիճակը ու շատ հաճախ ստացվում այնպես, որ ինչին ձեռ ենք տալիս ավելի է վատանում, քան նախկինում էր։ Այսինքն մինչև սկսելը ավելի լավ էր, քան սկսելուց հետո։ Շնորհակալություն հարգելի ռադիոլսողներ, հիշեցնենք այսօր Ասպարեզ հանրային ռադիոյի զրուցակիցը կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանն էր, հաղորդումը վարեց Անահիտ Սիմոնյանը, ցտեսություն։ Այս ռադիոհաղորդումը պատրաստվել է պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է ժուրնալիստների Ասպարեզ ակումբը, Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։